այլ սոցիալիստական բլոկի եւ կոմունիստական հեղափոխության ազդեցությունը նվազեցնելու համար։ Նույնը տեղի է ունենում նաեւ այսօր։ Հայաստանի իշխանությունը խնդիր ունի կանգնեցնել սոցիալական դժգոհությունը, որը մեծանում է պատերազմի պարտության, տնտեսական ճնշման, արտագաղթի, թանկացումների եւ անվտանգության անկայունության պայմաններում։ Եվ այստեղ ՀՀ վարչակազմին օգնության է գալիս ռեֆորմիզմը, զինծառայության կրճատման տեսքով։ Դա արվում է ոչ թե աշխատավոր երիտասարդի կյանքը բարելավելու համար, այլ հասարակական լարվածությունը թուլացնելու, իշխանության վարկանիշը պահելու ապագա 2026 թվականի ընտրություններին եւ իրական խնդիրներից մարդկանց ուշադրությունը շեղելու համար։ Որպես քաղաքական գործիչ, Փաշինյանը շատ լավ հասկանում է, ինչ թեմաներ են հուզում աշխատավոր դասին։ Նրա ընտրազանգվածը ներառում է պրոլետարիատը, լյումբեն պրոլետարիատը, գյուղացիական մանր բուրժուազիան, մի շարք օլիգարխներ, որոնք ազդում են մարզային կառույցների վրա։